Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանը փորձում է օգտվել Եվրամիության հետ ինտեգրումից միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ-ի առավելությունները։ Նրա խոսքով այս պահին նման համատեղման հնարավորություններ գոյություն չունեն։ Զախարովան նշել է, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև ինտեգրացիոն կապերը խաթարող քաղաքականության պայմաններում Ռուսաստանի համար համագործակցության հնարավորությունները սահմանափակ են։ Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են պահպանել ԵԱՏՄ-ի արտոնությունները միաժամանակ շարժվելով դեպի Եվրամիություն։ Զախարովայի գնահատմամբ նման քաղաքականությունը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը հիմնանորոգման աշխատանքների պատճառով փակ կլինի Լամբադա տրանսպորտային հանգույցի վերին հատվածը։ Փակվելու է Կոմիտասի պողոտա Դավիթ Անհաղթ փողոցի ուղեանցը։ Սահմանափակումը կգործի շուրջ 1.5 ամիս։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկության ժամանակ հաշվի առնել ճանապարհային փոփոխությունը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Watermelon էկոսիստեմի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Օմար Ալ-Շամսիի հետ։ Քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման եւ նոր ներդրումային ծրագրերի հարցերը։ Watermelon էկոսիստեմը միավորում է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին եւ ֆերմերներին։ Կողմերը քննարկել են հայկական արտադրողների, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ միջազգային շուկաների գնորդների ու դիստրիբյուտորների հետ կապերի ընդլայնումը։ Նախատեսվում է հաջորդ ամսվանից Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ բանջարեղեն։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավկովկասյան երկաթուղին իր պարտավորությունները կատարում է առավելագույն պատասխանատվությամբ։ Նրա խոսքով ընկերությունը կատարել է ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ, այդ թվում շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Զախարովան հերքել է Երևանի այն պնդումները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին լոգիստիկ նախաձեռնություններում մասնակցելուն։ Նա նշել է, որ հայկական կողմը չի կարողանում ներկայացնել նման պնդումների հիմնավորումներ եւ փաստեր։ Զախարովան նաև պնդել է, որ Հայաստանին կարող են շանտաժի ենթարկել պահանջելով հեռացնել ռուսական գործոնը տրանսպորտային ոլորտից։ Նրա խոսքով դրանից Հայաստանը կարող է լուրջ վնասներ կրել։ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության ընթացքին։ Փաշինյանը խոսել է Հայաստանում հոկտեմբերին կայանալիք COP17 համաժողովի մասին։ Նա Կոբախիձեին հրավիրել է Հայաստան մասնակցելու COP17-ի շրջանակում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։ Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ից Ապովյան եւ Արամի փողոցների խաթմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։ Տվյալ հատվածում կգործի նաեւ տարհանիչը։ Սահմանափակումը կգործի նշված հատվածում երթևեկության կազմակերպումը կարգավորելու նպատակով։ Վարորդներին անհրաժեշտ է հաշվի առնել նոր սահմանափակումը։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան բազմիցս զգուշացրել է Երևանին Եվրամիությանը ինտեգրման ռիսկերի մասին։ Նրա խոսքով այդ ուղին կարող է բարդացնել Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում Ռուսաստանի հետ։ Զախարովան նշել է, որ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի իրավական եւ տնտեսական համակարգերը ուղղակիորեն անհամատեղելի են։ Զախարովան պնդել է, որ Եվրամիությանը անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել ԵԱՏՄ-ի արտոնություններից։ Նա նաեւ օրինակ է բերել Թուրքիային, նշելով, որ Եվրամիության անդամակցության սպասումը կարող է տևել տասնամյակներ։ Եվրամիության մի շարք երկրներ կոչ են արել վերսկսել Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներով ֆինանսավորելու ծրագրերը։ Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան եւ Լեհաստանը մտադիր են համապատասխան նամակ ուղարկել Եվրահանձնաժողով։ Նամակում առաջարկում է կրկին աշխատել Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվների օգտագործման ուղղությամբ։ Արևմտյան քաղաքական գործիչները քննարկում են շուրջ 210 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվների կառավարումը, նոր կառավարչի փոխանցելու տարբերակը։ Այդ միջոցները հետագայում կարող են հասանելի դառնալ Ուկրաինային։ Հորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնի տվյալներով նավի ուղղությամբ արձակվել է արկ։ Տեղական իշխանությունները հայտնել են հարձակման հետևանքով հրդեհը հետագայում մարվել է։ Նավի անձնակազմը անվտանգ է, շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին հաղորդումներ այս պահին չկան։ Հարձակման հեղինակների կամ պատճառների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
Մարիա Զախարովան հայտարարել է, Ադրբեջանում Սպուտնիկի գործունեությունը ստեղծում էր դրական եւ կառուցողական տեղեկատվական միջավայր։ Նրա խոսքով լրատվամիջոցում չկային նյութեր, որոնք կարող էին ադրբեջանական կողմի համար խնդիրներ առաջացնել։ Զախարովան նշել է, Բաքուն փակել է լրատվամիջոցի գործունեությունը, իսկ ձերբակալված լրագրողները ամիսներ անց են վերադարձել Ռուսաստան։ Նա նաեւ պնդել է, Ռուսաստանը պարբերաբար ադրբեջանական կողմին փոխանցում է հակառուսական բովանդակությամբ նյութեր։ Զախարովայի գնահատմամբ այդ հրապարակումները պարզապես քննադատություն չեն, այլ մոլեգնություն օբյեկտիվության քողի տակ։ Նա ընդգծել է, Մոսկվան շարունակում է այս հարցերը բարձրացնել ադրբեջանական կողմի հետ շփումների եւ խորհրդակցությունների ընթացքում։ Չինաստանի եւ Նեպալի սահմանին տեղի ունեցած հզոր ցեխասողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 558-ի։ Նրանց թվում են 268 տարիքյա քաղաքացիներ։ Վերջին տվյալներով սողանքի հետևանքով 3 մարդ մահացել է, սակայն զոհերի վերջնական թիվը դեռ ճշտվում է։ Սողանքը քշել տարել է տասնյակ շենքեր, կամուրջներ եւ մեքենաներ։ Տուժած տարածքում բջջային կապ չկա, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները։ Միաժամանակ Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 270-ի։ Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանին անվանել է Հունգարիայի, Եվրոպայի եւ համաշխարհային կարգի համար սպառնալիք։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համար պատրաստված փաստաթղթում։ Փաստաթուղթը ստորագրել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը։ Բուդապեշտը դատապարտել է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ աջակցություն հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հունգարիան նաեւ հայտարարել է աջակցում է Ուկրաինայի շուրջ բանակցություններին եւ կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Վերջինիս հաղորդմամբ առաջխաղացումն իրականացել են Արևելք զորախմբավորման ստորաբաժանումները։ Նախարարությունը հայտարարել է, ռուսական ստորաբաժանումները շարունակել են շարժվել հակառակորդի պաշտպանության խորքը։ Հաղորդակցության համաձայն բնակավայրի վերահսկողությունը հաստատվել է վճռական գործողությունների արդյունքում։ Թուրքմենստանում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին հայտարարել է, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Օմանի վրա Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կանխելու նպատակով։ Նրա խոսքով Իրանը եւ Օմանը բանակցություններ են վարում նեղուցի անվտանգ օգտագործումը ապահովելու շուրջ։ Դիվանագետը նշել է, ամերիկյան ճնշման պատճառով համաձայնագրի ստորագրումը ներկայումս հետաձգվում է։ Վերջինս ընդգծել է, Իրանը ցանկանում է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգ օգտագործումը։ Նա ԱՄՆ-ի նեղուցը վերահսկելու ցանկությունն անվանել է անընդունելի։ Իրանի դեսպանի խոսքով նման մոտեցումը հակասում է միջազգային նորմերին։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Նրա խոսքով Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման կողմնակից քաղաքական գործիչների հետապնդման բացասական միտումը։ Զախարովան քննադատել է Հայաստանի իշխանությունների նոր, այսպես կոչված բարեկամներին, պնդելով, որ նրանք աչք են փակում այն ամենի վրա, ինչը նպաստում է Եվրամիության նպատակների իրականացմանը։ Նա նշել է, որ խոսքը նաև Ռուսաստանի հետ առճակատման մեջ Հայաստանի, նրա ներուժի եւ քաղաքացիների շահագործման մասին է։ Մոսկվան Զախարովայի շարունակում է հետևել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին։ Փաստաբան Արա Զորաբյանի փոխանցմամբ նիստը տեղի կունենա վաղաշաբաթի նստավայրում դատավոր Սեռ Ուշանյանի նախագահությամբ։ Գարեգին երկրորդ կաթողիկոսը եւ եպիսկոպոսները նիստին չեն ներկայանալու, իսկ նրանց պաշտպանները կմասնակցեն դատական գործընթացին։ Զորաբյանի խոսքով մեղադրանքի հիմքում նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույց հռչակելու որոշումն է, որը որակվել է որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Փաստաբանի գնահատման պետությունը չպետք է միջամտի հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը եւ կանոնական կյանքին, իսկ քրեական պատասխանատվության սպառնալիքով այդ ոլորտի քննարկումը միջամտության առավել բարձր աստիճան է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ կառավարության 2026-ից 2031 թվականների ծրագրում ձևակերպումների փոփոխության մասին հարցին պատասխանելով Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին եւ Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով այդ իրավիճակից հետո պետք է հարցնել, թե ինչու ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը չեն կատարել
անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։ Փաշինյանը նշել է, որ այդ հարցին պատասխանելու փոխարեն ինքը հակադարձ հարց է բարձրացնում։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից եւ տեղափոխվել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Քոչարյանի նկատմամբ այսօր առավոտյան որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը։ Հակակոռուպցիոն դատարանը նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի ամբողջությամբ բավարարել էր քննիչի միջնորդությունը։ Դատարանը նախորդ օրվանից քննում էր Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցը, իսկ գիշերը նրա առողջական վիճակի պատճառով նա բժիշկների ցուցումով տեղափոխվել էր հիվանդանոց։ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում եւ Իջևանում նախատեսված միջոցառումների համար կառավարությունը կհատկացնի 1 միլիարդ 326 միլիոն 969.8 դրամ։ Ամենամեծ գումարը 1 միլիարդ 31 միլիոն 453.5 հազար դրամ նախատեսված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր միջոցառման համար, որին ակնկալվում է շուրջ 40,000 հանդիսատես։ Ծրագիրը բաղկացած կլինի պատմամշակութային ներկայացումից եւ համերգից, որի հիմքում հազարան բլբուլ հեքիաթի եւ առասպելի մոտիվներով մշակված կոնցեպտն է։ Միջոցառումներ կանցկացվեն նաեւ Կապանում, Վանաձորում, Գյումրիում եւ Իջևանում համապատասխանաբար 81 միլիոն 672 հազար, 95 միլիոն 430.7 հազար, 83 միլիոն 922.6 հազար եւ 34 միլիոն 491 հազար դրամ բյուջեներով։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։ Նա նշել է, որ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր մուտքերի մի փոքր ավելի քան 1%-ը, որոնց հաշվին ապահովում է միության մարմինների գործունեությունը։ Աղասանդյանը նաև անդրադարձել է Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին։ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել երկրի էներգետիկ համակարգի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սպիտակ տան հրապարակած հրամանագրում նշվում է, որ արտերկրից ԱՄՆ էներգահամակարգի համար էլեկտրական սարքավորումների մատակարարումները կարող են սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը եւ տնտեսությանը։ Փաստաթղթում ընդգծվում է անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ էներգահամակարգի անվտանգության, ամբողջականության եւ հուսալիության պաշտպանության համար։ Հրամանագրով սահմանափակվում է օտարերկրյա արտադրության որոշակի էլեկտրական սարքավորումների ձեռքբերումը, ներմուծումը, փոխանցումն ու տեղադրումը։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման շրջանակցությունների շարունակման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները։ Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի չինական ապրանքների ներմուծման նկատմամբ լրացուցիչ 7.5% մաքսատուրք սահմանելու ծրագրերին։ Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հուան Լին հայտարարել է, Պեկինը անհրաժեշտության դեպքում պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Չինաստանի իշխանությունները Վաշինգտոնի քայլերը որակել են որպես միակողմանի մոտեցման եւ հովանավորչական քաղաքականության դրսեւորում։ Պեկինը հայտարարել է, ուշադիր հետևելու է ԱՄՆ-ի հետագա գործողություններին եւ պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը։ Wall Street Journal-ի եւ Politico-ի տվյալներով կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեդքլիֆը օգոստոսի 25-ին Ռուսաստան կատարած չհայտարարված այցի ընթացքում Մոսկվայի նախազգուշացրել է Բալթյան երկրների նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին։ Խոսքը Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի վրա հնարավոր հարձակման մասին է։ Լրատվամիջոցների տեղեկություններով հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև անվտանգության հարցերն ու տարածաշրջանային լարվածությունը։ Բլումբերգը հղումանելով Կրեմլին մոտ կանգնած 3 աղբյուրի հաղորդում է, Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի դեմ։ Աղբյուրների խոսքով Կրեմլում եկել են այն եզրակացության, որ պատերազմն ավարտելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել բալիստիկ հրթիռներով հարվածները Կիևի եւ Ուկրաինայի այլ քաղաքների ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։ Աղբյուրները նաեւ նշել են, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը, չնայած պատժամիջոցների տնտեսական ճնշմանը եւ ռուսական նավթավերամշակման գործարանների ու լոգիստիկ ցանցերի դեմ ուկրաինական հարձակումներին։ Սեպտեմբերին կարող են տեղի ունենալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև նոր բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով այս պահին երկու երկրների միջև բանակցություններ չեն ընթանում։ Միաժամանակ դեռևս հայտնի չէ, թե ինչ ձևաչափով եւ ինչ օրակարգով կարող են անցկացվել հնարավոր նոր բանակցությունները։
Մարիա Զախարովան հայտարարել է, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան անմիջական պատասխանատվություն են կրում Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար։ Նրա խոսքով Լոնդոնը եւ Փարիզը Ուկրաինային սպառազինության արտադրության որոշ գործառույթներ փոխանցելով փորձում են խուսափել Ռուսաստանի տարածքի խորքում իրականացվող հարվածների համար պատասխանատվությունից։ Զախարովան ընդգծել է, այդ կերպ պատասխանատվությունից ազատվել չի հաջողվի։ Նա հայտարարել է, Փարիզը, Լոնդոնը, Բերլինը եւ այլ եվրոպական մայրաքաղաքներ անմիջական պատասխանատվություն են կրում այդ գործողություններին մասնակցելու համար։ ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանից ՀԱՊԿ-ին հեռացնելու որոշումը Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների գերագույն հրամանատարների իրավասությունն է։ Նրա խոսքով նման որոշումը ընդունելիս պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու գործոնները։ Մասադիկովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կարող է կապված լինել տարբեր քաղաքական օրակարգերի հետ, քանի որ քաղաքական գործիչները երբեմն հարցեր են բարձրացնում քննարկումը սրելու համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարություններից բացի կա նաև հայ ժողովրդի կարծիքը։ ՀԱՊ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել Երևանի կազմակերպությունից դուրս գալու հետ կապված իրադարձությունները կանխագուշակելու հարցում։ Նա նաև նշել է, որ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի անդամակցության հարցի քննարկման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է ընդունեն հենց անդամ պետությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը։ Որոշումը կայացրել է դատավոր Սարգիս Դադոյանը, որը նախորդային սկսված նիստում քննում էր Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցը։ Գիշերը Ռոբերտ Քոչարյանը բժիշկների ցուցումով տեղափոխվել էր հիվանդանոց եւ դատական քննությունը շարունակվել էր առանց նրա։ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Զարե Սինյանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ Որոշման համաձայն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարե Սինյանյանը նշանակվել է նույն պաշտոնում։ Զարե Սինյանյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։ Նրա մասնագիտական ուսումնառության հիմնական ուղղություններն են եղել արհեստական բանականությունը, մտավոր սեփականությունը, կիբեռանվտանգությունը, բլոքչեյնը, խելացի պայմանագրերը, նորերական տեխնոլոգիաները եւ թվային կարգավորումը։ Մարտիրոսյանը տարբեր տարիներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում, ինչպես նաեւ որպես իրավաբան, փաստաբան, խորհրդատու եւ իրավական փորձագետ ներգրաված է եղել Համաշխարհային բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Եվրոպայի խորհրդի ծրագրերում։ Մարտիրոսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, ունի փաստաբանական գործունեության արտոնագիր եւ արտոնագրված հաշտարար է, իսկ բացի հայերենից տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին։ Կիևյան կամրջի վրա 52 համարի ավտոբուսում հրդեհ է բռնկվել շարժիչի տուրբոմղիչի անսարքության պատճառով։ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 8:30-ի սահմաններում։ Հրդեհի պահին ավտոբուսի շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը նույնպես գործի է դրվել։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են ավտոբուսից եւ տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա։ Հրդեհը վարորդի եւ բարեկային ծառայության աշխատակցի կողմից մարվել է մոտ 3-ից 5 րոպեի ընթացքում։ Դեպքի հետևանքով ուղևորների տարհանումը կատարվել է առանց նշված տուժածների մասին տեղեկության։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2027 թվականի համար սահմանել եւ բաշխել է մսը մթերքի որոշ տեսակների սակագնային քվոտաներ։ Խոշոր երթերավորների անասունների մսի համար Հայաստանին հատկացվել է 8000 տոննա քվոտա, խոզի մսի դեպքում Հայաստանի համար սահմանվել է 14000 տոննա քվոտա։ Թռչնամսի եւ ենթամթերքների համար Հայաստանի քվոտան կկազմի 45000 տոննա։ Այսպիսով նշված 3 կատեգորիաներով Հայաստանի համար նախատեսված ընդհանուր ծավալը կազմում է 67000 տոննա։ Քվոտաների շրջանակում ներմուծումը կիրականացվի արտոնյալ սակագնային պայմաններով ՀԱՏՄ-ի սահմանած կարգավորումներին համապատասխան։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություններ է արել, որոնք ըստ աղբյուրի կարող են ավելի սրել տարածաշրջանում առկա լարվածությունը։ Կացը քննադատել է Սիրիայի իշխանություններին եւ նախագահ Ահմեդ Շարային, միաժամանակ թիրախավորելով Սիրիայում Թուրքիայի ներկայությունը։ Նա հայտարարել է, Իսրայելը ոչ մի դեպքում չի լքելու Հերմոն լեռն ու մյուս գրավված տարածքները։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը պնդել է Սիրիայում Թուրքիայի գործունեությունն ու ներկայությունը վտանգում են Իսրայելի ազգային անվտանգությունը եւ իրենք անտարբեր չեն մնալու այդ իրավիճակի նկատմամբ։
Թուրքական մամուլը կացի հայտարարությունները կոշտ է գնահատել, դրանք բնորոշելով որպես Իսրայելի պաշտպանության նախարարի Թուրքիայի դեմ ուղղված ամբարտավան խոսքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական ուժերը Օդեսայի մարզի Իզմայիլի նավահանգստում խոցել են չորաբեռնատար նավ, որը Ուկրաինային էր տեղափոխում ռազմական նշանակության բեռներ։ Ռուսական կողմի տվյալներով հարվածների հետևանքով խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքով 3 ռեզերվուար։ Հարվածների թիրախ են դարձել նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտ։ Նշված հարվածների հետևանքով վնասներ են հասցվել Իզմայիլի նավահանգստի մի շարք օբյեկտների։ Նեպալում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ավերիչ ջրհեղեղներից հետո մի քանի շրջաններում հայտնաբերվել է 165 մարդու մարմին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ որոնողական խմբերը շարունակում են ակտիվ գործունեությունները 826 անհետ կորած համարվող մարդկանց որոնելու ուղղությամբ։ Աղետի հետևանքով բազմաթիվ բնակավայրերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Միաժամանակ հաղորդվում է 579 զբոսաշրջիկների հետ կապը կորել է։ Նրանց թվում են 466 օտարերկրյա քաղաքացիներ։ Փրկարարական եւ որոնողական աշխատանքները շարունակվում են անհետ կորածներին հայտնաբերելու եւ աղետի հետևանքները գնահատելու նպատակով։ Օզոնը հայտնել է Ռուսաստանի Օրենբուրգ եւ Ուֆա քաղաքներում գտնվող իր լոգիստիկ օբյեկտները գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Ընկերության հաղորդմամբ բոլոր աշխատակիցները արագ տարհանվել են, իսկ նախնական տվյալներով վիրավորներ չկան։ Օզոնը նաեւ հայտնել է հրդեհների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Օրենբուրգի օբյեկտը արդեն վերսկսել է գործունեությունը, իսկ Ուֆայի լոգիստիկ համալիրը ստացել է աննշան վնասներ եւ ժամանակավորապես փակ է մնում ստուգումների համար։ Ուֆայի մատակարարների ծառայությունները ներկայումս չեն ընդունվում, իսկ տարանցիկ պատվերները վերահասցեավորվում են այլ օբյեկտներ։ Ընկերությունը նշել է, հաճախորդները կարող են պատվերներ կատարել սովորական ռեժիմով։ ԱՄՆ ռազմական ուժերը Կարիբյան ծովում հարվածել են արագընթաց նավակի, որը ըստ ԱՄՆ հարավային հրամանատարության տեղափոխում էր նարկոահաբեկիչներ։ ԱՄՆ կողմի հաղորդմամբ արևմտյան կիսագնդի համատեղ աշխատանքային խումբը հարձակվել է նավի վրա, որը շարժում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հաստատված երթուղիներով։ Նախնական հետախուզական տվյալները հաստատել են նավը ակտիվորեն օգտագործվել է թմրամիջոցների մաքսանենգության համար։ Գործողության ընթացքում ըստ ԱՄՆ հարավային հրամանատարության սպանվել է 4 թմրավաճառ։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է. Ուկրաինան առանց արևմուտքի ֆինանսական օգնության եւ զենքի աջակցության չի կարողանա 4 ամսից ավել դիմակայել Ռուսաստանին։ Միրոշնիկի խոսքով Կիևը սեփական ռազմական ֆինանսական կարողությունների հաշվին կարող է դիմանալ մոտավորապես 3-4 ամիս։ Դիվանագետը նշել է, այդ գնահատականը հիմնված է Ուկրաինայի ներկայում ունեցած պաշարների վրա։ Նրա խոսքով, եթե Եվրոպան դադարեցնի Կիևին զենքի ֆինանսական միջոցների մատակարարում, ապա հակամարտությունը արագ կհանդարտվի։ Միրոշնիկը արևմուտքի աջակցությունը նկարագրել է որպես Կիևի համար կարևոր պորտալար։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին եւ Կրիվոյ Ռոգին։ Կիևում արձանագրվել են մի շարք պայթյուններ, իսկ նախնական տեղեկություններով ռուսական դրոնների հարձակման հետևանքով Կիևի մարզի Բորիսպոլի շրջանում հրդեհվել է էպիցենտր առևտրի կենտրոնը։ Ռուսական հարձակման թիրախ է դարձել նաև Կրիվոյ Ռոգի արդյունաբերական ձեռնարկությունը։ Հարձակման հետևանքով ըստ հաղորդման 2 մարդ վիրավորվել է։ Կիևում եւ Կրիվոյ Ռոգում հարվածների հետևանքների վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինական կողմի հաղորդագրությունների համաձայն հարվածները վնասներ են հասցրել քաղաքների եւ ենթակառուցվածքների տարբեր հատվածներին։ Արևմտյան երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում, պահանջելով վերացնել ռուսական գործոնը, փոխարենը խոստանալով բազմամիլիոնանոց ներդրումներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ հայկական երկաթուղային ցանցի Ռուսաստանի կողմից կառավարման թեման քննարկվել է նաև Չոլպոնաթայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Ռուսական կողմի պնդմամբ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, ուստի Մոսկվայում ենթադրում է, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում հայտնել են, որ Հարավկովկասյան երկաթուղի փակbaşնետիրական ընկերությունը իր պարտավորությունները կատարում է պատասխանատվությամբ եւ ավելի քան 30 միլիարդ ռուբլի ներդրումներ է իրականացրել, այդ թվում շարժակազմի թարմացման ուղղությամբ։
Ազգային ժողովի падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչը կոռուպցիոն դատարան։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով խուզարկությունը վկայում է Լևոն Քոչարյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդման իրականացման մասին։ Պաշտպանը պնդում է, որ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը ազգային ժողովում պետք է միջնորդագիր ներկայացներ падգամավորական անձեռնմխիլեությունը հաղթահարելու վերաբերյալ։ Նրա գնահատմամբ նման միջնորդագիր չի ներկայացվել, ինչի պատճառով խուզարկության ամբողջ գործընթացը կրել է անօրինական բնույթ։ Փաստաբանը նաև նշել է, որ դատարանի որոշման հիմքում դրված են եղել օպերատիվ տվյալներ, որոնք ըստ նրա չեն ստուգվել եւ չեն գնահատվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանում ներկայում բարդ ներքաղաքական գործընթացներ են ընթանում։ Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքին խիստ համապատասխան։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքները պետք է պահպանվեն։ Իրանի դեսպանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը քննարկել են Արաքս գետի վրա հայ-իրանական սահմանի երկրորդ սահմանային կամրջի կառուցման նախագիծը։ Նախագծի նպատակն է մեծացնել երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ բեռնափոխադրումների ծավալները։ Հայաստանի եւ Իրանի ներկայացուցիչները նախկինում եւս նշել են, որ նոր կամուրջը կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Երկրորդ կամրջի կառուցման աշխատանքների նախագծումը սկսվել էր դեռևս 2023 թվականի վերջին, 2025 թվականին Հայաստանը եւ Իրանը պայմանավորվել են կամրջի կառուցման վերաբերյալ։ Երեք ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ դատարանը կալանավորում է կիրառել, իսկ Արամայիս Որսկանյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։ Որսկանյանը 1999-ից 2009 թվականներին զբաղեցրել է կառավարական առանձնատների տնտեսության վարչական պաշտոնը։ Ըստ հաղորդագրության Որսկանյանի կինը եւ երկու դուստրերը եւս կալանավորվել են։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի որդու Սեդրա Քոչարյանի նկատմամբ, որը նույնպես կալանավորվածների թվում է։ Ռուսաստանի պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Նրա խոսքով Հայաստանի համար որպես ԵԱՏՄ անդամ երկիր Ռուսաստանի շուկայում գործում են արտոնություններ։ Վոլոդինը նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է գնալ դեպի Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում։ Միաժամանակ նա որպես օրինակ բերել է Ուկրաինային, պնդելով, որ եվրաինտեգրման ճանապարհին երկիրը մեծ զոհողությունների է գնացել։ Սակայն անգամ դրա պայմաններում Եվրամիությունը չի բացել իր շուկան ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը ոչինչ չի փոխի, եթե Նիկոլ Փաշինյանը չփոխի իր եվրաինտեգրման քաղաքականությունը, հայտարարել է քաղաքագետ Իվան Մեզյուխոն։ Նրա խոսքով նույնիսկ փորձառու դիվանագետը չի կարող ինքնուրույն շտկել Մոսկվայի եւ Երևանի միջև առկա դժվարությունները։ Վերջինս նշել է, որ մնացական Սաֆարյանը փորձառու հայ դիվանագետ է եւ հրապարակային հակառուսական հայտարարություններով հայտնի չէ։ Քաղաքագետի կարծիքով Փաշինյանը կարող է նոր դեսպանի առջև խնդիր դնել հայ-ռուսական երկխոսությունը նորմալացնելու, սակայն դրա իրականացումը կախված է հենց վարչապետից։ Նա պնդել է, որ Փաշինյանի ԵԱՏՄ-ի նկատմամբ սպառողական վերաբերմունքը չփոխելու դեպքում նոր դեսպանը չի կարող փոխել միջպետական երկխոսության իրավիճակը։ Երևանում օգոստոսի 27-ից 28-ին երեկոյան ժամերին, իսկ օգոստոսի 29-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ից 31-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 27-ից 30-ին հանրապետության ցերեկային օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-ից 9 աստիճանով։